Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հիմնականում խոսում ենք շատ կարևոր օրենքի նախագծի մասին եւ ես պետք է այնուամենայնիվ նշեմ, որ միշտ սովորաբար առաջին եւ երկրորդ երեխայի ծնունդով պայմանավորված ընտանիքի ծախսերը միշտ ավելի մեծ են լինում, քան օրինակ երրորդ կամ չորրորդ երեխայի ծնունդով պայմանավորված եւ հետեւաբար ես կարծում եմ, որ նախկին օրենսդրական կարգավորումը ավելի շուտ կարծես հետևից էր գալիս եւ ոչ թե իրականում արձագանքում էր նորածին երեխաների կամ նորածին երեխա ունեցող ընտանիքի անհրաժեշտ պարագաներին, բայց ես ուզում եմ խոսքս ուղղել հատկապես Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Օրերս մարզում էի եւ ինչպես պարոն Թունյանը նշեց, մարզերում տարածվում է միապատ տեղեկատվություն առ այն, որ 2026 թվականի հունվարի 1-ից այլևս անկանխիկ կերպով փոխանցված թոշակները պետք է նաև իրացվեն կամ տարբեր գործարքների համար վճարվեն անկանխիկ։ Միանգամից ցանկանում եմ նշել, որ սա չի համապատասխանում իրականությանը եւ որպեսզի ավելի պատկերավոր եւ ավելի հստակ լինի, պայմանական վերցնենք մի թոշակառու, ում ամսական թոշակը կազմում է 45000 դրամ։ Իրականում 45000 դրամը թոշակառուն կարող է ծախսել ամբողջը անկանխիկ եւ այս դեպքում 20% քեշբեքը վերաբերում է 45000 դրամին, բայց ինչպես նշում էին մեր քաղաքացիները, որ շատ հաճախ կարիք է լինում ուրախ կամ տխուր միջոցառումների մասնակցել եւ այս ժամանակ ընդունված ավանդույթով շատ ժամանակ մարդիկ կանխիկ միջոցներ են ներգրավում, օրինակ թոռան ծնունդով պայմանավորված 45000 դրամից 8000 դրամը թոշակառուն նվիրում է իր թոռնիկին, իսկ մնացած 37000 դրամը շարունակում է իրականացնել անկանխիկ գնումների տեսքով, ապա 20%-ը վերաբերվում է 37000-ին։ Եթե կարիք կա 37000 դրամից եւս 5000 դրամ կանխիկացնել, ապա անկանխիկը վերաբերելու է 32000 դրամին։ Հարգելի թոշակառուներ, վստահեցնում եմ, որ կառավարությունը որևէ բանկոմատի մոտ չի կանգնացրել պահակ կամ պահակներ, ովքեր ձեզ արգելելու են կանխիկացնելու ձեր թոշակը ամբողջությամբ կամ մասնակի։